Շնորհակալություն, պարոն Քոչարյան, 2008 թվականի մարտի 2-ին ինձ բերման են ենթարկել Մաշտոցի ոստիկանական բաժանմունք, Սուրբ Սարգիս եկեղեցու հետևին է, եթե չեմ սխալվում, Մաշտոցի բաժինը, չէ, այնտեղ ինձ բերման են ենթարկել եւ ես իմ աչքով եմ ականատես եղել, թե բերման ենթարկվածների նկատմամբ ինչ վարքագիծ էին դրսևորում ոստիկանները։ Հրեշավոր դեպք պատմեցի։ Անձամբ եմ ականատես եղել, նույնիսկ հաշվի չառնելով տարեց մարդկանց, կանանց, մի խոսքով այդ բռնությունները, ինչը որ կիրառվել է ոստիկանության կողմից, ես անձամբ ականատես եմ եղել, ինչ եք կարծում, պետք չի, որ հենց ոստիկանության համակարգում լյուստրացիա իրականացվի եւ հենց այդ մասով ովքեր այն ոստիկանները, անգամ շարքային, սերժանտ կամ բարձրաստիճան պաշտոնյա, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել այդ ամենին, իրավունք չունեն, հիմա գոյություն ունեն այդ ոստիկանները, կան ու նրանցից շատերը համակարգում նորից աշխատում են։ Արդյոք նրանք իրավունք ունեն շարունակելու աշխատել համակարգում։ Ոստիկանության համակարգում ոչ նրանք ուսադիր կրող են եւ ստացել են ապօրինի հրամաններ։ Հիշում եք Միքայել Հարությունյանին կորսված գանում ես ասում եմ, պարոն նախարար, այս ինչ հրամաններ ես տվել։ Հակասահմանադրական, ասում Անդրանիկ, ինչի ես ինձի հարցնում, ասում ում հարցնում, դու ես նախարարը։ Հիմա ինքը Մոսկվայում է, եւ բոլորն են փախած այդ ուժայինները։ Հիմա բանակի 0038 հրամանել ասեմ, որ կիսատ չմնա։ Այդ 0038 հրամանը վստահելով մեզ փոխանցել են ինձ։ Դա պետք է աներ իրավապահ համակարգը գտնեին այդ հրամանը, նույնիսկ հրամանի զեկույցի գոյության պարագայում այդ զեկույցը շարունակում է դեռ sense առեղծվածային բաներ ունենալ։ Երբ որ ես ասացի, բանակի օգտագործումը չէր կարող Ռոբերտ Քոչյանը, եթե ռազմական դրություն չմտցներ։ Այդ ժամանակ գործող համարությամբ, դիգին դատախազ Ռոբերտ Քոչյանը համարությունը խախտել է։ 030 հրամանի մասին եմ ասում։ Ինքը չէր կարող առանց ռազմական դրության պարագայում բանակը մտցներ քաղաք։ Իսկ դա ոչ միայն արձանագրված էր, դա տեսանելի էր։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանի մեղադրականը իհարկե հիմա, չգիտեմ, ինչ բնույթ է կրում, բայց իշխանության յուրացումը իմ համար ակնհայտ է։ Ոստիկանությունում, այո, նաև սերնդափոխություն է տեղի ունեցել, նաև ոչ միայն կադրային փոփոխություններ են եղել, ոստիկանությունը նաև կառուցվածքային լուրջ փոփոխություններ է ենթարկվել։ Եվ նոր երիտասարդ սերունդ է բարձրացել վերը, որից մեկը փոխնախարար այստեղ նստած է։ Եվ ես կարծում եմ, որ մեր կադրային քաղաքականությունը պետք է այնպես իրականացվի, որ մարդուն չտանենք ապօրինի հրամանների կատարման ճանապարհով։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։